Բացատրեք, ինչ է կատարվում, ոնց թե բաժանվել են, երբ ես այստեղ էի ամեն ինչ շատ լավ էր։ Նախ մենք ձեզ բացատրելու ոչինչ չունենք, ձեր թորն ա վեր կացել գնացել, ու երկրորդ, այդ ամեն ինչ լավ էր, դա շատ հարաբերական է։ Աննա, ես հիմար չեմ, ես նկատել էի, որ ամեն ինչ հարթ չէ, բայց ամեն ինչ դեպի լավն էր գնում, Արամաշոտիչ, ասեք, արդեն հաշտ է ինչ է։ Չգիտենք ինչ է անցել մեջներով, ինչ է կատարվել։ Ամեն դեպքում Մանեն հիմա գյուղում է։ Բայց ոնց թե գյուղում է։ Նա չէր կարող գյուղ գնալ, Արամաշոտիչ, դուք գիտեք, չէ, որ Մանեն հիմա չէր կարող գյուղ գնալ։ Հասկանում եմ ինչ նկատի ունես։ Եվ ինչ նկատի ունի։ Այս ինչ գաղտնիքներ են։ Ինչ որ բան գիտես, Արամաշոտիչ։ Վիլեն, մենք հետո կխոսենք, հա։ Տիկին Մանիկին ուղեկցեմ, հետո կխոսենք։ Հա, իհարկե։ Ես Հայկուն շատ հարցեր ունեմ տալու։ Գնացինք։ Եթե ինչ որ բան է կատարվում, կամ արդեն կատարվել է, ես պիտի իմանամ, սխալ է, որ ինձ չեք ասում։ Մարկը կարող է մեզ ոչինչ չասել, բայց եթե Մանեն օգնության կարիք ունի, ես պիտի իմանամ։ Վիլեն, կանոն բերես մի քիչ։ Ես չեմ հասկանում, ինչ է կատարվում, որ ոչ մեկը ոչինչի գիտեք չեք։ Ես հարմար պահի էի փնտրում, որ Մարկի հետ խոսեմ։ Գոնե ինձ զանգեիր, կիմանայի, որ երեխես էստեղ չի։ Մարկ արգելում էր, ես էլ մտածեցի զանգեմ կարող ավելի բարդացնել վիճակը։ Ընկել ես երեխեքի խելքին։ Վայ Մանիկ, դա բարև ձեզ։ Ոնց եք, ես ոնց եկել եք։ Եկել եմ Մանեից տեսնելու են էլ։ Արդեն գիտեք։ Հա, գիտի։ Մանիկ, դուք Մարկը հիմարություն արել, չի հասկացել ինչ անում, անկապ կատաղած վիճակով տակ-տակ ինչ-որ բաներ ա որոշել, չի հասկացել ինչ ա, բայց ես վստահ եմ ինքը լավն ա։ Ինչ նկատի ունես։ Ինչ արել Մարկը։ Ասում եք, գիտենք։ Դե ասա ինչ արել Մարկը։ Ես պետք է ջուր խմեմ։ Սպասի։ Ջուրը այստեղ կխմես։ Ասա ինչ է եղել։ Ապի Մարկին հարցրու ինչ։ Քեզ եմ հարցնում ինչ է եղել։ Լիլի ջան, ասա, գուցե Մանեն մեր օգնության կարիք ունի։ Ունի, հաստատ ունի։ Դե ասա, ինչ արել Մարկը։ Մարկը տարել է Մանեին հանձնել է Վահագին։ Եթե Վահագնա, որի հետ Մանեն ամուսնացած է եղել։ Այդ ամուսնությունն էլ։ Բայց Մարկը տենց բան չպիտի աներ։ Գոնե ինքնես էդ խորհրդացեր։ Ինքը իմացել է Վահագի մասին, ինձ կատաղած առանց հասկանալու հիմարություններ արել, բայց նույնիսկ Մանեի հետ չի խոսել։ Ես պիտի գնամ հիմա։ Մանիկ։ Ես Մանիկ նստիր։ Մանիկ նստիր։ Ես հիմա դու պիտի։ Նստիր։ Բայց ես ինչ անեմ հիմա։ Վայ գնա սենյակը։ Ահում չանես։ Գնա։ Ինչ սոված եմ։ Ես ինչա։ Յոխք։ Չեմ հասկանում, այս տանը բան չկա ուտելու։ Մագա ջան, ուտելիք չեք պահում, հա տանը։ Որ իմանայի գալու ես նորդ կթխեի քո համար։ Մեղրով։ Չէ, շոկոլադով։ Ասում ես ինչքան ժամանակ է Երևանում ես։ 2 շաբաթ ախի։ 2 շաբաթ դու որտեղ ես մնացել։ Ինչ ես նոր գալիս իմ տուն։ Սի Զարայի տանն էի ընկերուհուս։ Լվացած է։ Զարան ով է։ Դե ասեցի ինտերնետով եմ ծանոթացել։ Ընկերուհիս է։ Իսկ դու լրիվ աննորմալ ես։ Ինչ ես գնացել անծանոթ մարդու տան 2 շաբաթ մնացել, բա որ մի բան լիներ։ Դե եղավ էլի։ Ոնց որ ես մեռել եմ ու հիմա հոգիս ա քո հետ խոսում, հասկանում ես։ Էնպես որ ժամանակն ա, որ քո մեղքերի համար պատասխան տաս Մագդալենա ջան։ Ես իմ հաց չես սարքում ուտեմ։ Մաման ահա որ ջղայնացած էր քո վրա իդեպ։ Հա։ Դե հա, լավ դե հիմա։ Եկել եմ արդեն ստեղ եմ, ինչ տարբերություն 2 շաբաթ առաջ թե հիմա։ Չէ, մեծ տարբերություն կա, գիտես։ Լավ էլի մեծ բան չի։ Խնդրում եմ հաց տիր ուտենք։ Դավայ։
վերցրու։ Կշտանաս հաց ու պանիր, որ ուտես։ Հա, կշտանամ։ Յախ Քիևա։ Էդ իմ բառն է։ Բաղ։ Մամային կզանգես չմոռանաս։ Այսա ուտեմ կզանգեմ։ Կծես մի հատ։ Ջան։ Չեմ հասկանում, ինչ են խոսում այնտեղ։ Լավ, Աննա, հանգստացի։ Հաստատ Մարկից են բամբասում, ես գիտեմ։ Հեսա մեղքը ամբողջ մեղքը գցելու են Մարկի վրա։ Եթե Մարկը մեղավոր չի, նրան ոչ ոք չի մեղադրի։ Դեսա կասկածելով ես ասում ոնց որ։ Այս պատմությունը ինձ համար մութ մնաց։ Հիմա թող Արամ Աշոտիչը հետը խոսի Մանիկի։ Տեսնենք ինչ է ասում, հասկանանք, պարզենք։ Վերցրու խմիսը։ Խմի։ Ոնց ես։ Կարևոր չի։ Կարևորը նա է, որ դու քո խոստումը չկատարեցիր։ Մանեից չպաշտպանեցիր։ Տիկին Մանիկ, ես ինչ կարող եի անել, ոչ մեկս տեղյակ չէինք Մարկի մտադրություններից։ Ես քեզ վստահում էի, ես քեզ ամեն ինչ պատմեցի, բայց ստացվում է, իզուր։ Տիկին Մանիկ, մենք ուղղակի շատ ուշացրինք, Մանեն պետքա շուտ պատմեր Մարկին։ Գուցե Մանես պատրաստվում էր պատմել։ Պատրաստվելն ուրիշ է, պետքա պատմեր։ Գուցե ինձ այդպես էլ եղել է։ Կիսվել է Մարկի հետ, պատմել է ամեն ինչ, իսկ Մարկը… Մարկն էլ տակ գլուխ որոշում է կայացրել, ասենք թե ոչինչ, ես վստահ եմ, որ արդեն փոշմանել է։ Հիմա դու կարևորը տղայիդ հետ խոսի, հասկանանք որտեղ է երեխեն, ոնց է։ Ես այստեղից չպիտի գնայի։ Ես պիտի մնայի մեր երեխուս կողքին։ Չպիտի լսեի Միքոյին։ Կամ էլ հենց սկզբից երեխուս ձեռքից պիտի բռնեի ու գնայի։ Մենք ոչ մեկս էլ չգիտենք ինչ կլիներ։ Եթե ամեն մեկս ուրիշ ընտրություն կատարեինք, ուրիշ կերպ կպարվեինք։ Բա ումն է պետք մեր այսքան ապրած կյանքը, որ այսպիսի պահերին մենք չգիտենք, թե որն է ճիշտը։ Ես Մարկին վստահում էի։ Կարծում էի, որ զղջում է ժամանակին առած իր սխալների համար և հիմա ուզում է շտկել, բայց ոչ, մարդը չի ուղղվում։ Տիկին Մանիկ, հասկանում եմ, հիասթափված ես, բարկացած, բայց ախր Մարկին էլ հասկացի, ջահել տղա է, իրան խաբված, դավաճանված է զգացել, հիմար որոշում է արել։ Դա տղամարդուն վայել արարք չէր և արդարացում չունի։ Վահագը 2 ամիս ընկել էր երեխուս հետևից և երդվել էր, որտեղ բռնի կսպանի, իսկ Մարկը ինչ արեց, տարավ տվեց նրա ձեռքը։ Լավ, հիմա արդեն այս խոսակցությունների ժամանակը չի, պետք է հասկանանք Մանեն որտեղ է, ոնց է։ Ճիշտ ես ասում, այս խոսակցությունը շատ երկարեց։ Ես պետք է գնամ, մնաք բարով, Արամ Աշոտիչ։ Ես կտանեմ։ Չէ, ես ինքս։ Չէ, սա արդեն շատ երկարեց, հենց չեղավ։ Չեմ հասկանում, ինչի է եկել մեզ հարցնում, թե ուր է իրա թոռը, թող գնա իրա տղուն ու իր աղջկան հարցնի, ինչի է հիմա Մանեն գյուղում։ Ես դուրներ։ Հա, գնաց երևի։ Հա, Արամ Աշոտիչ, ինչ էր ասում։ Չէ, ժամանակն է, որ իմանաք իրականում ինչ է կատարվել։ Այս պատմությունը շատ ավելի խճճված է, քան դուք կարծում եք։ Դե պատմի, ասա։ Եկել եմ ասեմ, որ Մանեի իրերը կարաս 10 տանեմ։ Ուր։ Ուշ արդեն պետք չի։ Ինչ ես արել, բարեգործություն ես արել։
Թափել եմ, վերացրել եմ։ Լսի Մարկ, Մանիկ տատիկն եկել է, ասում եմ կարաս տաս, տանենք տանք հետ տանի։ Չես գուցում։ Ոնց եկել է։ Եկել է։ Եկել էր Մանեին տեսներ, հետո միամիտ իմացա, որ Մանեն էլ այստեղ չի ապրում։ Ինչի չգիտեր։ Հա չգիտեր, քեզ էր կարոտել։ Քո կարծիքով մենք նենց ընտանիք ենք, որ մարդ կարա մեզ կարոտի ու գա տեսակցության, հա։ Ներքևա ինքը։ Չգիտեմ, պապիկի հետ խոհանոցում էր։ Սպասի, տուր ես կտանեմ, հա, դու գործ չունես։ Աղջի, ասում թափել եմ, վերացրել եմ, տուպոյ։ Էս մի բանը մոռացել ես տանես, վերացնես։ Ես արդեն չգիտեմ, ինչն է ճիշտ, ինչը սխալ, ով է մեղավոր, են Աստված էլ գլուխ չեմ հանի։ Փաստորեն այսքան ժամանակ մեզ խաբել է։ Իզուր չի էլի, որ այդ աղջկան ես չէի սիրում։ Գիտեի, որ մի բան թաքցնում ա մեզնից։ Ուղղակի ինձ ոչ մեկը չէիք հավատում։ Աննա ջան, մեր տղայի արածները թողած մենակ Մանեից ես խոսում։ Արամ Աշոտիչ, ես մի բան չեմ հասկանում, ինչի ինձ շուտ չէիր ասում։ Մանիկին խոստացել էի։ Եթե ինձ շուտ ասեիր, ես չէի թողնի Մարկը նման բան անել։ Մարկին վերահսկելը շատ դժվար էր լինելու։ Ես չեմ հասկանում, դուք դեռ Մարկին վերահսկելուց եք խոսում։ Ձեզ ոչ մեկից չի հետաքրքրում, որ այդ աղջիկը ուրիշի կինը լինելով հանդերձ 2 ամիս մեր տանն է ապրել։ Մենք բերեցինք, աշխարհին ներկայացրեցինք, որ մեր հարսն է, բայց պարզվում է, որ ինչ որ խուլ գյուղում մարդիկ կան, ովքեր մտածում են ու հասկանում են, որ Մանեն իրանց հարսն է։ Լրիվ աբսուրդ է։ Մանիկը ստեղ է։ Գնացել է։ Հա, գնաց։ Լավ։ Սպասի։ Ասա, պապ։ Դու Մանեին տարել ես, ուրիշի ձեռքն ես գցել, հա։ Ուրիշի չէ, պապ, իր ամուսնու։ Ամեն դեպքում տարել ես, նվիրաբերել ես։ Okay. Գիտես այդ ուրիշը ով էր։ Հարցից պատասխանի։ Հարցիդ քո ասածով պատասխանեմ։ Հա, տարել նվիրաբերել եմ։ Ու դու դա համարում ես տղամարդուն վայել արարք։ Իմ կարծիքով տղամարդուն վայել արարքը դա արդարությունն է։ Սխալ պատկերացում ունես արդարության մասին։ Դու էլ սխալ պատկերացում ունես մարդկանց հարցում, պապ։ Հորդ հետ կարգին խոսի։ Չէ, ինչի՞ մա, պիտի խոսամ։ Բա ոնց։ Հերս դու չէր, որ Մանեն 4 կողմից պաշտպանում էիր, որ ոչ մեկը իրան մատով չկպնի, բայց ինչ, պարզվում է, որ ամենամեծ սուտը Մանեի տակն է, ու ինքը այդ ստով ապրել է այս տանը, հələ չեմ ասում Վահագի մասին։ Ու մասին։ Քո վարորդի, այն որ քո մոտ էր ուզում ընդունել հիմնական աշխատանքի։ Նա ինչ կապ ունի։ Հələ այնքան մանկա, որ դու տեղյակ չես, պապ ջան։ Այն կապ ունի, պապ ջան, որ այդ աշխատողը, որը որ քո մոտ մի քանի օր էր աշխատելու, հետո ուզում էր իմ մոտ հիմնական վարորդ աշխատեր, այդ մարդը Մանեի ամուսինն է։ Բա, զարմացար, անակնկալ էր, չէ։ Ես որ քեզ ասում էի, այդ տղեն մի տեսակ այն չի, իմ դուրը չի գալիս, դու էլ ասում ես տղա ջան քթիմազություն մի արա, նորմալ աշխատող տղա է, տեսար ինչ եղավ։ Ինչ պատմությունա գլուխ չեմ հանում։ Դու ամենամեծ պատմությունից գլուխ չես հանի։ Քո հիմնական վարորդը Դավիթը, որը ամեն երեկո քեզ բերում հասցնում ատուն, դու էլ շատ սրտաբաց քո ընտանեկան բոլոր պատմությունները իրան պատմում ես։ Հələ չեմ ասում, որ աշխատավարձը ժամանակին տալիս ես, հələ 2 անգամ ավել պրեմիա ես տալի, որ ինքը գնա իր մորը պահի, բայց ինքը այս պատմությունը ամենասկզբից իմացել է, պապ։ Նենց որ դու մարդկանց չես ճանաչում, պապ։ Հետո էլ ասում ես, չի կարա սուտ լինի մարդկանց մեջ, բայց արի ու տես, լավ էլ սուտ կա։ Լավ վերջ, հերիկա։ Վերջ, հետը սարի։ Չէ, պապի, ոչ մի տեղ չեմ գալու քո հետ։ Քանի ճիշտ է պիտի խոսամ, ինչքան կարամ ես սխալ լինեմ։ Հետը սարի տեղ են գնում, ներկայաց։ Վիլեն, ես ինչ ա կատարվել մեր թիկում։ Չէ։ Մարկը ճիշտ է։ Ես սխալվեցի այդ մարդկանց հարցում։ Փորձում էի վստահել, հասկանալ, լավը վատից տարբերել, բայց չէ։ Սխալվեցի։ Ոչինչ։ Ամեն ինչ կհարթվի, մի մտածի։ Կարևորը, որ այդ մարդիկ մեր կյանքում այլևս չկան։
Ձու չեմ ուզում, երշիկ չեմ ուզում, պանիր չեմ ուզում, կոֆել չեմ ուզում, խնձոր եմ ուզում, ես խնձոր եմ ուզում, Ալո Ալեն Ո՞ա Յախք, համարս չես գրել մոտդ Յախք Յոթու յախք որ մի Երևանա Այդ կես չեմ ասել իմ ռեպլիկնա չասես օյ Որտեղից համարս Այդ խնձոր ես ուտում Բինգո Ալեն գիտես ինչի համար եմ զանգել Գաղափար չունեմ Համարս որտեղից Դե Արմանից ուզեցի տվեց, ասեցի, որ հետդ գործ ունեմ։ Ու ինքն է տվեց, հա? Չէ, իհարկե ինքը չի տվել։ Բաղաճը։ Ինչը։ Համարս։ Ինչ համար։ Այդ ուզում ես իմ տրուկները անել, ճիշտ ստացվի։ Ինչի։ Ինչը։ Անցնելը։ Ում համար։ Զանգել ես գիրվստնես սրա։ Արան դետել Կատաղած եմ, որ սոված եմ ու խնձոր եմ ուտում։ Հո, շոտ վատա, դե ուզում ես կարած զանգես ընկերուհիդ կա հաց սարքի։ Ես ընկերուհի չունեմ, եթե գյոզերով էդ էիր ուզում ճշտեիր։ Լավ, դենտադենք համարս մի ձև պեղել ես, ես հետի վաղը կփոխեմ, ուրիշ համար կվերցնեմ, բայց խի ես զանգել։ Նայի, ուրեմն վաղը ֆոտոսեսիայի եմ ու առաջին անգամ եմ կյանքումս նկարվելու։ Ինձ մի քանի մասնագիտական խորհուրդ է պետք։ Մասնագիտական խորհրդատվության համար սեղմեք 1 Իսկ հանդիպելու համար կարամ սեղմեմ 2 Տեղնուժամ ասելու համար սեղմեք 3 Okay, մի ժամից կենտրոնի համար սեղմեցի 4 Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար Մենք գնահատում ենք ձեր ներկայությունը Հաջող լավ Հաջող Ամոթ քեզ Ուր ես, մամա Դու ինձ ասում ես հեսա կգամ 2 ժամ հետո ես գալիս Ուր ես դու Չլսեցիր ինչ ասեցի Ամոթ քեզ հայկուի Ինչի համար Որ թաքցրել եք ինձանից Ես պիտի իմանայի դրա մասին Մարգիտուն ես գնացել Հա Բա կարծում ես պիտի սպասեի, հա Մինչև դուք պատմեիք, հա Հիմա որ գիտես լավ ես Չէ, լավ չեմ Քանի որ գիտեմ, որ երեխես վատ վիճակում է Ալինան խոսել է Մանեի հետ Ասում է ուզում է մնա Վահագի մոտ Հա, ու դու էլ հավատացիր, հա Վահագը վախացրել է երեխուս Մի քոն հանդիպ է խոսել է Վահագի հետ Հետո ինչ Հետո կխոսենք, մամա Սա ավելի թունավորվել է ըստ թե տամ խմի, հետո կխոսենք Ինչի՞ց է թունավորվել Բայց ես ինչ գիտեմ Ում խելքին ասես ընկնում է դա Սուշի է փորձել Սուշին ինչ է Հում ձուկ է, մամա, հում ձուկ Հում ձուկը ինչի է կերել Բայց ես ինչ գիտեմ Աստված իմ, ես ինչ բան է Այստեղ ես գնում հանդիպման եմ Ինչ հաճելի է Կներես չեմ կարա քեզ հետս տանեմ Շատ ափսոս Նենց նեղվեցի չես կարա պատկերացնես Ինչքան ուզում ես կարաս ձեր առնես ինձ մեկա Շատ ավելի լավ Դե հիմա սիրուն դեմքդ լվա ու խելոք գնա նստի տան Ինչ անեմ Ինչ-որ լսեցիր Դու միշտ շատ վատ հումոր ես ունեցել քուր Ապրես Դու ոչ մի տեղ էլ չես գնում Ես տանդուրը փակել եմ, որովհետև գիտեի հենց այս թեման բացեմ Դու փախնելու ես, նենց որ խելոք նստի Մաղդալենա դուր ես բանալին, ասում եմ ամոթա ուշանում եմ Մագա ջան, պայմանավորված եմ, գտաս այդ բանալին Մագա Չէ ասել Խնդրում եմ դե Չես հասկանում, ասում մնալու ես, որ խոսենք
կխոսենք, չեմ տալ։ Հա կխոսանք հիմա չեմ։ Մագա տուր գնամ գամ կխոսանք։ Հենց հիմա ես քեզ ասացի։ Քանցոր երեխան ես։ Ինչ կա Երևանում։ Շատ լավ հարց է։ Թողեցիր գնացիր այդ գյուղից, իրեն թողեցիր այդ հետամնացների հետ։ Ինչ պիտի անեի, պիտի մնայի փտեի այդտեղ։ Չէ։ Գարիշ տեղ սովորեիր։ Մի բանի հասնեիր, ես էլ քեզ կօգնեի, սիրով։ Մագա ջան, ինչ սովորել։ Դու չգիտես, որ ես երազում եմ մոդել դառնամ։ Բայց 2 շաբաթվա մեջ լիքը տեղ եմ մտել դրա համար։ Լավ ես արել։ Դարձի մոդել։ Բայց ինչի մի անգամից մեր տուն չեկար։ Որովհետև պիտի գայի մամային զանգեիր ու դու մաման ինձ պիտի հետ ուղարկեի գյուղ։ Իսկ հիմա հարցերս լուծել եմ, հետո եմ եկել, վատ է։ Հա, շատ վատ է։ Մագդալենա դե։ Լուսիելից չասես Մագդալենա։ Okay, էլ չեմ ասում Մագդալենա։ Մագա ջան, կարաս կյանքին ավելի թեթև նայես, հա։ Ես չեմ կարող քեզ նման ապրեմ, ամբողջ օր այդ գործից տուն։ Ոնց ես դու հասցնում ապրես։ Շատ էլ լավ հասցնում։ Լավ էլի ապրես, ես չեմ հասցնի օրինակ, ձանձրույթից պիտի մեռնեմ այնտեղ։ Նայ, քանի որ հիմա ես ասեցի ինչ որտեղ ու երբ ինչի համար եմ եկել, դու հիմա տալիս ես ինձ բանալին, ես գնում եմ մարտը։ Չի ասեցի։ Ներսարի։ Անցի տեղավորվի։ Սուրտա։ Սուրտ։ Տոնը չի սիրում, որ իրեն անտեսում են։ Մարդն էլ չի սիրում։ Պապի։ Հա։ Իսկ ինչի ես տեղ չեմ եղել։ Եղել ես տղա ջան։ Ուղղակի փոքր էիր, չես հիշում։ Բարով եկար սիրուն կռուհում, ինչ լուր բերիր հայրենի քեզ, խոսիր ինձ հետ ազատ օրերն, կյանքս կնապիրեմ ես քեզ։ Բրավո, պապի։ Բայց ինչի համար ես ինձ բերել ստեղ։ Ուզում էի քեզ հետ զրուցել, տղա ջան։ Մի այնպիսի տեղ, որտեղ ջերմություն կա, որտեղ ուրիշ մարդ չկա։ Այս տունը ճիշտ է ցուրտ է, բայց շատ ջերմ տուն է։ Այ շուտով կհասկանաս։ Արդեն։ Ուզում եմ քեզ հետ մանայի մասին խոսենք։ Հա ու ասեմ, պապայիդ հետ այդպես չպիտի խոսեիր, այդպիսի բաներ չպիտի ասեիր։ Կարամ ծխեմ։ Ծխիր տղա ջան։ Սխալվում ես, պապ։ Պապային պիտի ճիշտը ասեի։ Պապան սիրում է չէ ճիշտը լսել։ Պապատ ուզում էր, որ քեզ համար լավ լինի։ Չէ։ Պապան ուզում է, որ միշտ իր ուզածով լինի։ Դու մանային սիրում ես, չէ՞։ Այդ արդեն էական չի։ Արի ազնորեն խոստովանենք։ Դու ես կործանել մանայի կյանք։
Արդեն երկրորդ անգամ։ Պապա ոնց։ Նորից ես ամեն ինչը ջարդվեց իմ գլխին։ Ես եմ մեղավոր։ Ես եմ դավաճանել։ Ու այստեղ ամենաանմեղը նորից Մանեն է։ Այստեղ երկուստ եք զոհը։ Ու ցավն է, որ երկուսիդ մեղքով է դա այդպես եղել։ Բաներ կան, որ դու չգիտես ու չփորձեցիր էլ իմանալ։ Կներես, բայց Մանեի ու Վահագի ամուսնության մասին ես վաղուց եմ իմացել։ Որտեղից։ Անիկն է պատմել, գնալուց հետո։ Եվ ինչ է պատմել։ Դու գիտեիր, որ Մանեին ստիպել են ամուսնանալ Վահագի հետ։ Հա։ Ստիպել են։ Հա։ Ով։ Եթե պետք է ստիպելով լիներ ու չուզենալով ինչի համար ամուսնացել պապին, Ուրիշ երկ չի ունեցել Մանեն։ Բայց երբ իմացել է, որ դու Երևանում ես, հենց նույն գիշերը հարսի շորով Վահագի տնից փախել է։ Էս են շորնա, որով Մանեն գյուղից փախել է։ Չէի սպասում։ Չգիտեիր։ Ասում ես, ոնց եկել է տենց էլ հետ ես ուղարկել։ Վստահ ես, որ հարսի շորով ես հետ ուղարկել։ Իսկ ինչի համար է հարսի շորով փախել։ Փախել է իր հարսանեկի գիշերը։ Վահագին ընջերանից, պատուհանով։ Պատկերացնում ես ինչ վիճակում է եղել Մանեն։ Բայց նա քեզ մոտ է փախել։ Այս Վահագին ինձ ասեց հաջորդ օրն է փախել։ Վահագը գլուխը պատին է տվել։ 1000 մարդ 1000 բան կասի։ Բոլորին հավատալու ես։ Մանեն կոտրված է եղել, հիասթափված։ Ու մտածել է, թե սիրած տղայի կողքին չի այլևս կյանքը անիմաստ է։ Այդ դեպքում ինչի իմ հետ չեկավ Երևան։ Կգար հետ, կխոսայինք, կհասկանայինք, ամեն ինչ կընկներ իր տեղը։ Դու մտածում ես, թե քո արածներից հետո Մանեն պիտի վազեր գար քեզ մոտ, հա? Նորից վստահեր քեզ։ Եթե Վահագը տհաճա, զզվելի է իր համար։ Ու ինքն էլ ինձ սիրում է, ինքը պիտի գար իմ հետ, պապի։ Ոչ, աղա ջան, այդ դու պիտի իր հետ խոսեիր, նստեիր, բացատրեիր ու հասկանայիր, եթե սիրում էիր։ Արի խոստովանիր, որ դուք երկուսով դու Վահագը կործանեցիք այդ աղջկա կյանք, դարձրեցիք խաղալիք։ Ու չեմ հավատում, որ Մանեն որևէ զգացմունք ունի հիմա քո հանդեպ։ Կարող է այդ Վահագի հանդեպ ինչ-որ զգացմունք ունի։ Չէ։ Մենակ տենայր ինչ օր է գցեց այդ աղջկան։ Հենց եթե չբռնեին, դրան պրտիկ կանեի, պապի։ Սիրտը ցավել է, չէ՞, Մանեի համար։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս ինչ բան է ցավը, ինչ բան է ճակատագիրը։ Արդեն հասկացա։ Մամա, լավ, արի դուրս կանք, երեխան հազիվ քնեց։ Ես քեզ հետ չեմ խոսում։ Հիմա երեխու պես նեղանալու ես։
Մագաջան, ես տա գերի եմ մնացել։ Բարելիս լավ ես քնը։ Հա, ինձ բանալի ա պետք է չեմ պատրաստում փայտի տակ մնամ։ Այդ ինչ որ ինչ պիտի անես։ Բալկոն ինձ կթռնեմ ու դու ստիպված մամային պիտի պատմես, ես ուր եմ։ Նես չի մամայից վախենում եմ։ Բայց նենց չի քեզ պատրաստում եմ փակի տակ, բայց բանալին ունդեղ է։ Չփորձես զանգել, չպատասխանես, հասկացա, շուտ կգամ։ Ահա Միգել Մագաջան, կարող եմ թողել։ Ինչ ֆայմով աղջիկ ես ապրես։ Արի ուտենք ես։ Եվա։ Ջան։ Լսի։ Նայ, թեթև մի հատ սխալ, ես քեզ իմ ձեռքով գյուղ կտանեմ, հասկացա՞ց։ Գնացի։ Այ։ Գնա թող փոշի տեստի վրա դե տո։ Սամվել։ 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 Ոնց է Սամվել։ Գույնը մի տեսակ է այդ։ Ոնց է ժամը։ Դե 12-ն է դառնում։ Ոնց 12-ն է։ Այ մամա ուշացա գործից, ինչ է շուտ արթնացրել։ Ինչ գործ, լսի ամբողջ գիշեր տանջվել ես։ Չէ, պիտի գնամ գործի։ Չէ, այսօր չես գնում գործի, մնա։ Օխ, գլուխս։ Ինչ եղավ, Սամվել։ Դե պատճվում է։ Վերջ, ուրեմն չես գնում գործի։ Պարկի վերականգնվի այսօր։ Օխ, չեմ կարա։ Մամա, մոտս կարևոր թղթեր կա, պետք է տանեմ օֆիս։ Իմ է թղթերը մոտդ է։ Հա։ Ես կտանեմ։ Չէ, էլի արի զանգենք մագան գա տանի։ Այդ աղջկան մի խառնի ես գործին։ Ես կտանեմ այդ թղթերն ասում եմ, ուղղակի ասա որտեղ է օֆիսը։ Դե դու գնաս։ Հա։ Տատը տունն է։ Ես կգնամ շուտ կգամ։ Ահա դու ուրիշ տարբերակ էլ չկա։ Սամվել։ Լսի, տատը գիտի մանեի հետ կապած ամեն բան։ Որ խոսեց, լսում ես։ Հա։ Կհանգստացնես, որ չլարվի։ Հա։ Գիտես իրան լարվել չի կարելի։ Վերինգի պարկի, կան նորմալի մեկը։ Հեսա կգամ կտամ թղթերը։ Գոր չունեմ, տատին համ։ Պարոն Մակարյան, ինչ-որ բան է եղել։ Ամբողջ ճանապարհին ոչ մի բան չասեցի։ Ըստի։ Ուզում եմ հասկանալ, հիմա դու ինձ ամեն ինչ պատմելու երես կունենաս։ Հա, պաստորեն գիտեք։ Ես գիտեի, որ չեն կարա երկար թաքցնեն ձեզնից։ Ես պետք է ավելի շուտ պատմեի ձեզ։ Հա, իմացել եմ ու շատ հիասթափված եմ։ Փաստորեն դու այն գլխից ամեն ինչ իմացել ես ու թաքցրել ես։ Ախր սա իմ գաղտնիքը չէր, սա Վահագի գաղտնիքն էր։ Դա մի պատմություն էր, որը իմ ընտանիքին էր վերաբերվում։ Ես իրավունք չունեի իմանալ։ Հա, ունեիք, իհարկե ունեիք, պարոն Մակարյան։ Բայց ես շատ անգամ Վահագին ասել եմ, բացատրել եմ, որ թողնի գնա գյուղ, որ ձեր ընտանիքին հանգիստ թողնի։ Եթե ես շուտ իմանայի, լուծում կտայի այս պատմությանը։ Իսկ հիմա ստացվում է, ես ապրել եմ մի տան մեջ, մի աղջկա հետ, ով բոլորիս խաբել է։ Դրա հետ մեկտեղ դու ես բոլորիս խաբել։ Հիմա դու ինչ էլ ասեք, ճիշտ կլինեք։ Ես չեմ ուզում ճիշտ լինել, Դավիթ։ Ես ուզում եմ մարդկանց վստահել, ու որ մարդիկ այդ վստահությունը չչարաշահեն։ Հասկանում եմ։ Պարոն Մակարյան, Վահագի մանկության ընկերն է։ Ես իրան իրոք շատ անգամ ասել եմ, բացատրել եմ այս ամեն ինչը, ասել եմ թող գնա գյուղ, նոր կյանք սկսի։ Պաստորեն Վահագը ինձ էլ է խաբել, որտեվ ինձ ասել էր, որ ինքը գնալու է գյուղ։ Դավիթ, մենք իրար հետ վատ ենք եղել։ Ես երբևէ քեզ նեղացրել եմ։ Չէ, հակառակը։ Ու ես էլ քո շնորհակալությունը։ Կներեք ինձ։ Հիմա այս ամեն ինչը որ ասում ես, ինչ անեմ ես։ Ինձ արդարացում չկա։ Բայց նաև ուզում եմ իմանաք, որ Վահագը Մարկի հետ գաղտնի հանդիպել է։ Ես չեմ իմացել, թե չէ իմանայիր ինչ պիտի անեիր։ Ես իմ դե մի բան կմտածեի, ես գյուղում եմ իմացել, որ Մանեն Վահագի հետ է։ Մանեն։ Այդ աղջիկը բոլորիս կյանքը խառնել է իրանն էլ հետը։ Պարոն Մակարյան, ես լավ հասկանում եմ, որ դուք այսքանից հետո ինձ կազատեք աշխատանքից։ Նույնիսկ գյուղում մտածում էի, ասում էի, հենց հասնեմ Երևան, միանգամից կամ ձեր մոտ ամեն ինչ պատմեմ ու ինքս էլ դուրս գամ գործից։ Բա ինչի չպատմեցիր։
Դե Մարկը ասես, որ պետք չի ես խառնում եմ, ասեց ես մենակ ինձ ա վերաբերում։ Բայց մեկը գործից ազատելու եք, գիտեմ։ Չէ, Դավիթ, չեմ ազատի։ Ես չգիտեմ դեռ ինչ եմ անելու, այնպես որ դու կմնաս ու դեռ կաշխատես։ Աստորեն դեռ աշխատելու եմ։ Շնորհակալ եմ։ Ես չգիտեմ ինչ է լինելու, այնպես որ լավ հիմա ուղղակի դուրս արի, ներվերս ձգված է, չեմ ուզում ձայնս նորից բարձրացնել։ Լավ։ Բարի օր։ Ես մանեի շորերն ան։ Իրիկունը հավաքեցի, ասի կարողա պետք է գա երեխան ստեղ այլի։ Ինչ ես ստեղ բերել։ Տանը իրան բերել։ Ես չունես։ Ես դրա դուրը չեմ գնա։ Էլի նույնն ես ասում, հա։ Չխրատվեցիր, էլի։ Ամենամեծը ես եմ։ Ինքը պիտի գա իմ մոտ, ներողություն խնդրի։ Եկել էր, հիվանդանոց էր եկել, շենքից ներս չթողեցիր։ Այն ժամանակ ուրիշ էր։ Գնա, էլի։ Ես կտամ շորերը։ 2 օր կոֆե չեմ խմել, 2 օր։ Չեմ ուզում։ Ես քեզ ասում եմ, կյանքը չշարունակի, ընտանիք կազմի, մի նորմալ աղջիկ բեր, դու էլի նույն երգն ես երգում։ Մամի սկսելի առավոտ շուտ։ Չէ, դու դիվանին քնի, ինքն էլ սենյակում, մինչև երբ տղա ջան։ Տրամադրվել ես, որ արթնանաս ու խոսաս։ Բա ինչ անեմ, թողնեմ սխալը հետևից անես, հա։ Բոլորն էլ էտ են ասում, են Ռոզիկն էլ այդ ասում, Սվետիկն էլ, են Ջուլան էլ, բոլոր հարևանները էտ են ասում, որ տղետ սխալ բան անում։ Չեմ հասկանում, դրանք բան ու գործ չունեն, դարդ ու ցավ չունեն։ Ես չգիտեի, որ իրանց համար այդքան կարևոր է։ Լսի, ասում էիր մանեին չեմ ների, բայց լավ էլ ներել ես, սիրտդ էլ տեղն անգել, աչքերդ էլ փայլում է, բոլորին կարաս խափես, ինչ չես խափի։ Տենց չի մամ։ Տենց է, սա աշխարհին կարաս խափես, բայց ինչ չես կարա։ Բարև ձեզ։ Բարև Ալինա։ Ինչ կա։ Մանեի շորերն է։ Թող գնա։ Մի հատ տեսնեմ, հա, տանն է։ Վաղ կգաս։ Մանե։ Մանե։ Մանե ջան, շորերդ եմ բերել։ Եթե ինչ-որ բանի կարիք ունես, տանից կարող է ինչ-որ բան է պետք վերցնել։ Սենց վատամոր հետ։ Սաղ աշխարհի հետ ավատ։ Թե դու ինչ հույսեր ես փայփայում տղա ջան, չեմ հասկանում։ Աղջիկ ջան, մագան ուր է։ Մագան, եկեք ես ես ուղեկցեմ։ Այստեղ մի րոպե սպասեք, հիմա կանչեմ։